Հալելույա, փառք Տիրոջը, մենք մեծարում ենք, մենք փառաբանում ենք, մենք գովերգում ենք, մենք խոնարհվում ենք քո առաջ, արքաների արքա, Տերերի Տեր, փառք քո սուրբ անվանը, փառք քո սուրբ արյանը, փառք քո մեծությանը, քո աստվածային ուժին եւ զորությանը, քո տարած փառավոր հաղթությանը, քո թափած սուրբ արյանը, քո կրած շարշարակների համար, քո մեծ սիրո համար, քո ողորմության համար, ներման համար, քո ամեն կաթիլ թափած արյան համար, փառք քեզ Հիսուս։ Եվ մենք ասում ենք քոնն է ողջ փառքը եւ զորությունը Դու ես արքայության Երկինքն ու երկիրը Եվ ողջ ազգերը Մեծարում ենք քեզ ով արքա Քոնն է ողջ փառքը Դու ես արքան Երկինք ու երկիրը Եվ ողջ ազգերը Մեծարում ենք Ես ասեք քո ողջ փառքը Քո ողջ փառքը Եվ զորությունը Դու ես արքայության Երկինք ու երկիրը Եվ ողջ ազգերը Մեծարում ենք քեզ ով Մենք տեսնում ենք քեզ մեր արքա Քո ձեռքի գործերը ողջ երկիրը քեզ խոնարհվի Սուրբ Աստվածն ես դու հավատարիմ Փրկիչն է դու ես միայն մեծարված արքայության Տիրում ես մեր Տեր ողջ երկրի վրա Փառք քեզ արքայության Քեզ խոնարհվի Սուրբ Աստվածն ես դու հավատարիմ Փրկիչն է դու ես միայն մեծարված արքայության Մենք տեսնում ենք քեզ մեր արքա Քո ձեռքի գործերը ողջ երկիրը քեզ խոնարհվի Սուրբ Աստվածն ես դու հավատարիմ Փրկիչն է դու ես միայն մեծարված արքայության Ողջ երկիրը քեզ խոնարհվի
Սա Տիրոջը կոմբոք զայնով, կոմբոք չոքով, կոմբոք ճուժով ծապալի, պարտուշ, քո զայնդ բարձրացրա աղակիր և ասա, օրդում է քեզ, հալելույա քեզ, ողջ պարքը քեզ, պատիվը քեզ, մեծարանքը քեզ, քո մեստը քեզ, քո ողջ պարքը, պատիվը, մեծարանքը, քո մեստը, հալելույա Hallelujah, sa yes azatem, yes azatem, yes azatem. Amen, yes azatem. Amen, hallelujah, Fatih. Naik yang kia bavena, Yesu miskiti sasa. Tenerius tu percussione. Yesu miskiti bavena. Naik yang kia bavena, Yesu miskiti sasa. Tenerius tu percussione. Tenerius tu percussione, Yesu miskiti bavena. Naik yang kia bavena, Yesu miskiti sasa. Yes,
զորքի բանակելի իմ սիրտը երբեք չի վախենա Թեև թշնամին ինձ պաշարի դարձյալ ես վստահ պիտի լինեմ Թեև զորքի բանակելի իմ սիրտը երբեք չի վախենա Թեև թշնամին ինձ պաշարի դարձյալ ես վստահ պիտի լինեմ որ ես ազատ ազատ եմ անեզքից մեղքից մահից ես ազատ եմ Հիսուսի զորավոր անունով ես ազատ եմ անեզքից մեղքից մահից ես ազատ եմ Հիսուսի զորավոր անունով ես ազատ եմ անեզքից մեղքից մահից ես ազատ եմ Հիսուսի զորավոր անունով Շամին ինձ պաշարի, դարձյալ ես վստահ պիտի լինեմ Թեև զորքի բանակելի, իմ սիրտը երբեք չի վախենա Թեև շամին ինձ պաշարի, դարձյալ ես վստահ պիտի լինեմ Որ ես ազատ եմ Եոշի խավարի ուժիմա իշխանություն չունի ասա Ես ազատ եմ Խավարի զատորից, իվային աշխարի ամեն ներգործություններից, անդեցություններից, վախից Ես ազատ եմ Հիսուսի անունով Հիսուսի անունով Հալելույա, փառք Տիրոջը, արի բարձրացնենք մեր ծափահարությունը եւ ասենք փառքես, ողջ փառքը քեզ, պատիվը քեզ, մեծ արանքը քեզ, եւ մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը Հիսուսի անունով, ուղիղ եթերով մեզ միացած բոլոր նրանց հիվանդությունների, ցավերի եւ անեծների դեմ, եւ մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը ամեն սատանայի խավարի դիվային ուժերի դեմ Եվ մենք խոսում ենք բժշկություն, ազատագրություն, եւ մենք ջախջախում ենք ամեն սատանայի խավարի ծրագիր ու խորհուրդ քո կյանքում։ Եթե դու պարկած ես հիվանդանոցում, տանը, եթե դու հիվանդ ես, տկար ես, դու սահմանափակվել ես քո կյանքի մեջ, տարբեր տեսակի գործողություններ անելու, որտեղ հիվանդ ես, Ես ուզում եմ ասեմ քեզ, կարող ես սրճակես, որ դա իմ հիվանդության և սահմանափակության վերջի օրն է։ Ասա ես ընդունում եմ ազատագրություն, ես ընդունում եմ բժշկություն, ես ընդունում եմ Հիսուս Քրիստոսի հաճությունը իմ կյանքում։ Որտև նա կամեցավ ասա, ես բժշկված լինեմ։ Եվ կարող ես ասես, ես բժշկված եմ Տեր Հիսուս Քրիստոսի վերքերով։ Հալելույա, եւ ես խոսում եմ նրա վերքերի բժշկությունը քո մարմնի բոլոր անդամների վրա, գլխից մինչև ոտքի թաթը։ Ես խոսում եմ ազատագրություն եւ բժշկություն աղերի կուտակումից, երիկամների հիվանդություններից, լյարդի հիվանդությունից, ես խոսում եմ ազատագրություն ամեն հիվանդությունից, ես ազատագրություն եմ խոսում քո մարմնի այդ անդամների վրա, ստամոքսիդ վրայից, ենթաստամոքսային կեղծի վրայից, քանդում եմ հիվանդության շղթաները, քո հոգուտ մեջ տեղի ունեցող անհասկանալի, տարբեր անխաղաղությունները, փոթորիկները,
Հիսուսի անունով ես դադարեցնում եմ դիվային աշխարհի կողմից եկած մտավոր հարցակումները Հիսուսի անունով ես կապում եմ ամեն սատանայի խարուժերը որ կանգնած են քո հիվանդության հետևում ես քանդում եմ Հիսուսի անունով քաղցկեղի շղթաներն ու կապակները եւ ես խոսում որ ներծծվեն ռուցքները քո մարմնից Հիսուսի անունով մետաստազները Հիսուսի անունով գլխուղեղի հիվանդությունը արյան հիվանդությունը Տեր Հիսուսի անունով ես խոսում եմ բժշկված ամեն տեսակի ճնշումները սրտանոթային հիվանդությունները Հիսուսի անունով սատանայի բոլոր բերած քո կյանքում հիվանդությունները Հիսուսի անունով ես կապում եմ ու շպրտում եմ քո կյանքից եւ ես ճակում կապված երկնքում ամեն անեցքները թուղթուկները կախարդությունները քո կյանքում եթե դու պատահական գնացել ես կախարդի մոտ թուղթուկ իրանողի մոտ բախտնայողի մոտ դրանք քո կյանքում բացել խավարի առաջ դրնել եւ ես Հիսուսի անունով փակում եմ եւ ես խոսում եմ որպեսզի քո կյանքից քո տնից քո ընտանիքից հեռանա ամեն անեցքը եթե դու գնացել ես եւ ինչ որ օրտնած ճակերտավոր փշեր ես ներել նալեր ես դրել քո դռներին ինչ որ ատրիբուտներ ես դրել սատանան քեզ խաբել է եւ ասել է տարդիր դրան քո տանը քո դռան վրա քո դռանդիկների եւ սեմի վրա Հիսուսը իր զորությամբ քո տան դուրը իր հրեշտակներով պահելու է վեցը շպրտայի այդ նալերը այդ բոլոր սխտորները ասեղները ամեն տեսակի փշերը եւ ամեն տեսակի անեցքները հերացա շպրտիր քո տնից քո դռնից այդ օշնած ուրենու տարբեր պսակները եւ որ դու վեցել ես ծաղկազարդի ժամանակ եւ տալիս կախել ես դրան կախարդությունը դա ավետարանով չի դա կախարդությունը դա կապում է քո տան օրհնությունը երբ որ դու հույսը դրել ես անշունչ մի պսակի չորացած եւ դա քո կյանքում բերել է չորություն թարամած Ամպոտուխ, անեցք, վեցը շպրտի, դա սուտա, քեզ ստեն, որ ասել են տարտունը կախի, դա կախարդություն է, դա ավետարանով չի, դուրս արա դա, այդ ստախոսները քո կյանքդ, լծրել են այդ անեցքներով, ավետարանի, Հիսուսի ներկայության փոխել են, դու տարել ես լծրել ես այդ ուրենու ճղերը, Հիսուսի անունով վեցը շպրտի դրանք, եւ ասել իմ տունս, Հիսուսին է պատկանում, ոչ թե չորացած ճղերին, դրանք խորհուրդ ունեն, դրանք քո կյանքի ընթացքը, կամաց, չորացող անեցքի խորհուրդ ունեն այդ պսակները, Աստված քեզ երևույթ, անթառան պսակ ա տվել, իսկ սատանան դա փոխելել է, ինչ որ մի հատ ծառի ճղով, դու ասել ես որ դա անհեթեթություն է, դա հիմարություն է, Հիսուսը չի եկել երկնքից երկիր, որպեսզի բարձրացնի ծառաներ ու աղոթեն ճղերի համար դու հասկանում ես այդ ինչ հիմարություն է։ Դու տարիներով հավատացել ես նման հիմարությունների, վեցը շպրտի տա քո տնից, դա աղբա։ Վեցը շպրտի ամեն ատրիբուտ, որ մտածել ես, որ դա քո տունը դրես եւ քո տանդ երջանկություն է։ Հիսուս ուզում է կենդանի գա քո տանդ մեջ։ Փառք Հիսուսին, գիտես, երբ որ գնացա գործ կարակելոցում, մի երկրում մարդիկ ապաշխարեցին դարձան Հիսուսին, ես ինչ չգիտեմ, քանի հազարավոր դոլարների գրքեր վառեցին, վառի քո տան աստղագուշակները, վառի քո տան բոլոր այն մնացած սուտ ուսմունքների գրքերն ու գրականությունները, թող միայն Աստվածաշունչը, սա է միակ ճշմարտությունը։ Եվ ամեն օր սա կարդա, մի փոխարենի սա ոչ մի բանով, ոչ մեկ չկա երկրի վրա, որ լրացած և ավելացած լինի Աստծո խոսքի վրա, որովհետև Գաղատացիների թղթում Պողոս առաքյալը առաջի գլխում հետևյալն ասում ես, կարող ես բացես և կարդաս, Գաղատացիների թուղթ, նամակ ուղղված Գաղատիայի եկեղեցուն, բաց և կարդա, դա քո գրքիդ մեջ է, քո ավետարանիդ մեջ է, դա բոլոր ավետարանների մեջ է, եւ Պողոսը մեզ դարերի խոսքից ասում է, զարմանում եմ, որ այսպես շուտով փոփոխում եք ձեզ Քրիստոսի շնորհքի մեջ կանչողից դեպի ուրիշ ավետարան,
որ ուրիշը չկա։ Միայն թե կան ոմանք, որ ձեզ խռովեցնում են եւ կամենում են Քրիստոսի ավետարանը փոխել։ Քրիստոսի ավետարանը փոխում են փշերով, պսակներով, տարբեր տեսակի արմավիների եւ ուռենիների ճղերով, փիսիկներով, միսիկներով, շպրտի դա աղբ։ Ես ամենայն պատասխանատվությամբ Տիրոջ անունով եմ ասում եւ քանդում եմ, որ այդ ամենից կգնա, այդ նալերը, այդ ամեն տեսակի աշկի ուլունքները, այդ թելերը, կարմիր, կապուտ, կանաչ, դրանք կապել են քո կյանքը, փոկիր քո ձեռքից եւ շպրտի Հիսուսի արյան զորությունը ընդունի այսօր, իրական ճշմարտությունը ընդունի, հեռացա այդ բոլոր տեսակի տեսանելի, երևույթային թալիսմանները, որտեղ Հիսուս ավետարանում նման բան չասեց, նոր կտակարանը առանց արտաքին ամեն տեսակի զարդերիա, բոլոր զարդերը, որ կապված են քրիստոնեության հետ, դրանք չեն կարող փոխարինել քո կյանքում Քրիստոսին, դուրս շպրտի դրանք, որ ուրիշ չկա, միայն թե կան ոմանք, որ ձեզ խռովեցնում են եւ կամենում են Քրիստոսի ավետարանը փոխել, ուրիշ ավետարան չկա, նոր կտակարանից բացի ուրիշ Աստծո խոսք չկա այդպիսի մարդ, որ գրած է մի գիրք եւ դա փոխարինի Աստվածաշնչին, լրացնի Աստվածաշնչին, ավելացնի Աստվածաշնչին, չկա այդպես բան։ Այդ բոլորը սուտ են։ Միայն նոր կտակարանը, հին եւ նոր ուխտը, սա է միակ ճշմարտությունը։ Բայց եթե մենք էլ կամ երկնքից մի հրեշտակ ավետարանեց ձեզ, նրանից ուրիշ քան թե որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովված լինի։ Պողոս առաքյալը ասում է, նզովված լինի, անիծյալ լինի, եթե ինչ-որ մեկը բերել է ուրիշ ավետարան եւ սովորացնում է ձեզ ուրիշ ավետարան, բացի այն ավետարանից, որ Պողոսը սովորացրեց, ասում է նույնիսկ եթե երկնքից հրեշտակ իջնի, պատկերացնում ես Սատանան կարող լուսափար հրեշտակի կերպարանքով հայտնվի եւ քեզ փոխարինի եւ ինչ-որ գրքեր տա, բրոշուրներ տա, ինչ-որ տարբեր տեսակի Աստվածաշունչ տասող խոսքը փոխարինող կամ լրացնող կամ դրանք ավելի ու ավելի նշանակություն տաս, շպրտի դա քո տնից։ Բայց եթե մենք էլ, ասում եմ նույնիսկ եթե մենք կամ երկնքից մի ուրիշ հրեշտակ ավետարանեց ձեզ, ուրիշ քան թե որ մենք ավետարանեցինք ձեզ նզովված լինի, ինչպես առաջուց ասի եւ հիմա դարձյալ ասում եմ, եթե մեկ ավետարանեց ձեզ նրանից ուրիշ բան, որ դուք արագ նզովված լինի, որտեղ հիմա մարդկանց եմ հաճեցնում թե Աստծուն, մարդա հաջողություն եմ անում, ոչ, մենք պիտի Աստծուն հաճեցնենք, մարդկանց տված այդ աղբը շպրտեք դուրս։ Կամ ուզում եմ մարդկանց հաջող լինել, եթե տակավին մարդկանց հաջող լինեի, Քրիստոսի ծառա չէի։ Նույնիսկ շատ հաստափոր ինչ-որ ավետարանը մեկ տավալով մեկնող գրքեր կան, որոնք փոխարինել են ձեր կյանքը, ավետարանի խոսքը, փոխարինել են, ավետարանի խոսքը, ես ուզում եմ ասեմ, որ դրանք շպրտի են կողմ, սկսի կարդալ նոր կտակարանը, Սուրբ Հոգին միայն նոր կտակարանով է գործում, գոյությունի մեկ Աստվածաշունչ, սա է Աստվածաշունչ Մատյանը, հին եւ նոր ուխտ, չկա ուրիշ Աստծո հետ կապված խոսք, որտեղ Աստծո խոսքի վերջում հայտնության գրքի մեջ հետեւյալն է գրած, հետեւյալը։ Եթե մեկն այս գրքի մարգարեական խոսքերից բան պակասեցնե, Աստված կպակասեցնե նրա բաժինը կյանքի գրքից եւ սուրբ քաղաքից եւ այս գրքում գրվածներից այս բաներին վկայող ասում է, այո, ես շուտով գալիս եմ, ամեն երկտեր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեր ամենի հետ։ Ասում է, որովհետեւ վկայում եմ ամենին, որ լսում են այս գրքի մարգարեության խոսքերը, եթե մեկը բան ավելացնի սրա վրա, Աստված էլ կավելացնի նրա վրա այն պատուհասները, որ այս գրքում գրված են, չկա ուրիշ օժանդակ գրականություն, որը ավելացնի, լրացնի Աստվածաշունչը կամ փոխարինի, դրանք սուտ են։ Այսօր շատ գրքեր են դուրս եկել մարդկանց կողմից գրված, մարդիկ շատ բիզնես են անում օժանդակ գրականություններով, շատերի համար փոխարինել է Աստվածաշունչը այդ հեղինակների գրքերով, բայց ես քեզ մի բան եմ ուզում ասել, եթե մի բրոշուր քեզ չի մոտիկացնում ավետարանին, դա Աստծուց չի։
Եվ եթե մեկ այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնի, Աստված կպակասի նրա բաժանի կյանքի գրքից եւ սուրբ քաղաքից եւ այս գրքում գրվածներից։ Միակ ճշմարտությունը Աստվածաշունչն է։ Եվ ես աղոթում եմ, որ Տիրոջ հոգին հպվի քեզ եւ դու ազատագրվես եւ քո ներսում այդ եղած խառնաշփոթից, այդ օժանդակ գրականությունից եկած խառնաշփոթները կյանքիդ մեջ ցերանան, ես ասում են ասում, ավետարան ինչ ասում է, այդ է ճշմարտությունը։ Շատերն ասում են, եկեղեցին ես ասում են, եկեղեցին ես ասում, եթե այս կամ այն եկեղեցին Պողոսն ասում են այն, որ այս ավետարանում գրված չկա, ասում է, ով է լինի, նույնիսկ մենք այդ երկրից հեշտակիչնի, նզովված լինի Պողոսն ասում։ Կապ չունի ով ասում, ով ինչ ասում, պիտի ստե գրված լինի, եթե դրանց ասածները ստե գրված չեն, ասում են նզովված լինի։ Եվ ես աղոթում եմ, որ դու անգրագիտությունից դառնաս գրագիտության ավետարանի խոսքին։ Եվ Տիրոջ հոգին քեզ դինի ուսուցիչ, ես վերջերս մեկին հանդիպեցի, ասում է, որտեղից եք սնվում, քիչ էր մնում ասեի Սասվուդից։ Լսի, թող նման տափակ գաղափարախոսություններն ու վարդապետությունները, մեր միակ սնունդ Աստծո խոսքն, ասեցի Սուրբ Հոգուց, չէ քեզանից պիտի սնվենք։ Երևիտեն ասել էր կգա 2026 թվին մեկին կհանդիպես հրապարակում ու նախկդառնա քեզ սնողը, շատերն են ուզում փոխարեն Սուրբ Հոգուն, բայց Սուրբ Հոգու փոխարենով չկա, չի եղել ու չի լինի։ Որովհետև ավետարանը ասում միակ ուսուցիչը Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին, որտեղից եք սնվում։ Ձեր հայացքի ճաշարանից։ Եվ գիտես, նման մարդիկ ուզում են փոխարինեն Աստծուն, փոխարինեն Սուրբ Հոգուն, վարդապետներ, ուսուցիչներ, ես ինչեր, մենք ենք ճիշտ, սա ճիշտն է ճիշտ։ Պողոս ասում է, թող բոլորը սուտ լինենք, եթե պիտի Աստծո խոսքը դրանով ճշմարիտ լինի։ Մենք բոլորս մարդ ենք, եւ եթե ավետարանից դուրս մի բան ենք սովորացնում, մենք նզովված ենք։ Նզովյալ այն մարդը, որ ավետարանի խոսքից դուրս մի բան է սովորացնում։ Չկա, այս մահից հետո ապաշխարություն։ Եթե մարդ այս երկրավոր ժամանակավոր կյանքում չի ընդունել Հիսուսին Տեր ու Փրկիչ, չի ապաշխարել, չի ընդունել նրա սրտում Հիսուսին, չի մաքրվել իր մեղքերից, չի դարձել մեղքերից, մեռնելուց հետո ոչ մեկ չի կարող աղոթի, ինչ որ մեկի փրկության համար սուտ է։ Դու չես կարող քո մեռած ծնողների, քո մեռած բարեկամների մեղքերի թողության համար աղոթես։ Ուշ է, եթե նրանք այս երկրավոր ժամանակավոր կյանքում չեն ընդունել Հիսուսին, ցանկացած մեկը դժոխքում է։ Եվ երբեք չկա խավարան, չկա այդպիսի մի հատ նեյտրալ վայր, որ այս ժամանակավոր կյանքից հետո մնաս ստեն մինչև տեսնենք ինչ ենք անում։ Աստվածաշունչն ասում է, որ կա մեկ կյանք և նրանից հետո դատաստան։ Այո, այսօր է, եթե այդպես ներ Հիսուսը երկնքից չէր գա, Հիսուսը կուղարկեր ինչ որ մեկին կասեր գնա մարդիկ թող մեռնեն, աղոթի որ գնան երկինք։ Հիսուսն եկավ իր կյանքը տվեց, իր կյանքը տվեց չարչարվելով, որպեսզի նման անհեթեթությունները, նզովյալ ուսմունքները խափանվեն։ Եվ երբեք ոչ մեկ չի կարա փոխարին Աստծուն։ Մեղավոր, մեռած մարդու համար մեռնելուց հետո ոչ մեկ չի կարա ապաշխարի իր փոխարեն։ Եվ ես ուզում եմ քեզ այսօր ասեմ, ապաշխարի դարձի ժամանակը քիչ է մնացել, Հիսուսի երկրորդ գալը մոտ է։ Տերոջ խոսքը կատարվում է, գրված է, որ Տերը գալիս է եւ իր գալուց առաջ կլինեն երկրաշարժներ, մարտահրավերներ, ջրեղեններ, հիվանդություններ, պատերազմներ ու պատերազմի լուրեր եւ այսօր ամբողջ աշխարհ լցված է դրանով եւ վերջին նշանը կլինի, որ այս ավետարանը ոչ թե ինչ-որ մեկի անունով, այլ միայն Հիսուս Քրիստոսի ավետարանը, ոչ մի սուրբի, ոչ մի հոգևոր հոր, ոչ մեկ չկա, որ իր ավետարանն ու իր խոսքը տարածի, միայն Հիսուսի, միայն Աստծո խոսքով բժշկություն, չկա ուրիշ ինչ-որ մի սուրբ, որ իր խոսքը քեզ բժշկի, Հիսուսի ավետարանի խոսքն է բժշկում։ Եթե մենք այսօր չենք աղոթում Հիսուսի անունով, աղոթում ենք մեր անունով,
մենք ստախոս ենք։ Դրա համար մենք աղոթում ենք Հիսուսի անով, որտեղ բժշկությունը Հիսուսից է, մարդուց չի։ Եվ մենք այսօր բարձրացնում ենք մենք այսօր մենք ձեռքերը բարձրացնում ենք ամեն հիվանդությունների վրա, ձեռքը դիրք ու հիվանդների վրա փակի աչքերը Հիսուսի անով եմ աղոթում։ Իմ անով չէ, ես չեմ բժշկող, Հիսուսն է բժշկող։ Հիսուսի անով քանդում եմ ամեն սատանայի խավարի կապանքները, ջախջախում եմ ամեն տեսակի շղթաները, մահվան վճիռը Հիսուսի անով։ Ես խոսում հեռանա քո կյանքից եւ կյանքը գա։ Բժշկություն եմ խոսում։ Ընդունի այս բժշկությունը, ասա ամեն, ես բժշկված եմ։ Ես բոլոր մանուկների, պատանիների, երիտասարդների, հիվանդ երեխաների համար եմ աղոթում Հիսուսի անով աշխարհի որ ծայրից էլ որ ուզում ես նայի, ես խոսում եմ, որ Տիրոջ բժշկար զորություն հպվի քեզ, ես քանդում եմ հիվանդության անեստները, դու ուղղակի մենակ ասա ամեն, ընդունում եմ Հիսուսի անով եւ համաձայնվում եմ եղբորս հետ։ Ես աստվածագրություն եմ խոսում ամեն ցավերից, ամեն տառապանքներից։ Ես խոսում եմ, որ այսօր քո շարժասայլակի վրա գտնվելու կամ նստելու վերջի օրը լինի։ Վեր կաց քայլի Հիսուսի անով ես խոսում եմ քո ցանկների եւ քո ոտքերի մեջ Տիրոջ ուժը զորությունը լցվի։ Հիսուսի անով ես կյանք եմ վճռում եւ հայացում եմ ամեն հիվանդություն, ցավ քո մարմնից։ Փառք ես Տեր։ Քո բժշկար զորությունը թող լցվի ներկայությունդ բոլոր այն հիվանդասենյակներում, հիվանդանոցներում, որտեղ հիվանդներ կան։ Եվ մենք այսօր այստեղ հավաքվել ենք, միաբանվել ենք Հիսուսի անով, ամեն հիվանդություն, ամեն ցավ քո կյանքից հեռացնելու, որտեղ իշխանություն ունենք մենք միաբանված Հիսուսի անով Քրիստոսի մարմինը։ Գիտես մարմնի մի անդամը ուժ չէր ունենա, եթե ինքը մարմնի վրա չլիներ։ Ես մենակ մարմնի մեկ անդամ ուժ չէր ունենա, եթե չլիներ այս մարմնի մեջ, որը եկեղեցին, որտեղ ամբողջ մարմինը կարողանում է գործել Հիսուսի անով քո կյանքում եղած անեստները քանդելու համար։ Գիտեր մի ճկուտդ կարա 10 կիլո էլ բարձրացնի, բայց դա քո ճկուտիդ ուժը չի, դա քո ամբողջ մարմնի։ Գիտեք մարդիկ կան, որ անհատապես եկեղեցուց դուրս ուզում են ինչ-որ ծառայություններ անեն, բայց մի մարմնի անդամը եթե կտրես այս ճկուտը 10 կիլո կյանքում չի կարա բարձրացնել, դա ամբողջ մարմնի զորության ներգործությունով է։ Դրա համար այսօր մենք Հիսուսի անով, Քրիստոսի եկեղեցին, Քրիստոսի մարմինով քանդում ենք եւ ասում ենք ամեն Հիսուսի անով, բժշկվի ամեն հիվանդությունից։ Տեր Հիսուսի անով ենք խաղացում բոլոր ուծքները, այտուցները քո ոտքերից Հիսուսի անով քո ոսկորներից ամեն ցավերն ու հիվանդությունները հալածում ենք եւ աղոթում ենք, որ առանց ցավերի խաղաղ քնես, արտանաս քո պարանոցից, քո ողնաշարից, քո ողնուղեղից Հիսուսի անով հալածում քշում ենք ամեն հիվանդություն եւ խոսում ենք, որ հիմա քո ողնաշարը բժշկվի եւ ուղղվի, ինչ որ մեկի ողնաշարը ծռվել է եւ ես խոսում եմ, որ այդ քրիժաները այդ ճողվածքները անետանան Հիսուսի անով, այդ խոցերը ստանոցից, աղիքներից, ով Տեր բժշկի, մաքրիր ամեն հիվանդություններից, որ չնշեցի բոլոր նրանց ովքեր որ իմ աղոթում են, եւ մենք փառավորում ենք քեզ, օրհնում ենք քո սուրբ ու բարդական անունը, հալելույա։ Բարձրան արքա Հավիտենական Հավիտենական Մնա Տիրոջ ներկայության մեջ այս երկինք ասում Թող Տիրոջ բժշկար զորությունը շարունակի քեզ մաքրել ամեն ցավերից ու հիվանդությունից Քո հոդերդ, քո մկաններդ, քո ողնաշարդ Քո ձեռքերդ Հիսուսի անով Խոսում եմ բժշկի քո ողջ մարմին ամեն ցավերից Հոգեկան ամեն անխաղաղություններից Նյարդային ամեն տեսակի պոռթկումները Շիզոֆրենիա Ամեն տեսակի նյարդային անխաղաղություններ Հիսուսի անով Թող Տիրոջ խաղաղությունը լցվի քո հոգուտ մեջ Հավասարակշռված կյանք Հիսուսի անով հալելույա Ծոցան վաղանը հակի
թող նրանք ասեն, թող նրանք հետազոտեն ու տեսնեն, որ քո մարմնի մեջ այլևս հիվանդություն չկա, փառք Հիսուս, Հիսուս այցելի Տեր ողորմիչ, բոլոր այդ հիվանդները ողորմնա, միասին աղոթում են Տես։ Մենք մեծարում ենք արքա Հիսուս, բոլորի սրտերը, բոլորի սրտերը, խոնարհվում ենք քո առջև, մենք մեծարում ենք քեզ, արքա Հիսուս, միակ Տերը դու ես, ամենական արքաների արքան, մենք փառաբանում ենք քեզ Հայրս, եւ մենք այսօր աղոթում ենք մեր երկրի համար, մեր ազգի, մեր ժողովրդի համար, քանդելով ու խափանելով սատանայի ամեն խորհուրդները այս երկրի մեջ, բերելով քո սուրբ ձեռքերի մեջ մեր իշխանավորներին Տեր, խնդրելով նրանց վերին իմաստություն Տեր, որտեղ քո խոսքն ասում, որ իմաստություն խնդրենք, որտեղ վերին իմաստությունը սուրբ է, հլուր է, հեզ է, կատարյալ, խարար, իր պտուղներով Օգնած ձեռքերիդ մեջ ենք վերում մեր ազգը, մեր երկիրը, մեր ժողովուրդը, որ քո սուրբ ոգով առաջնորդես իմաստություն տաս Տեր այս օրերի մեջ։ Եվ մենք խափանում ենք ամեն աթեիստական, ամեն տեսակի կռապաշտական, ամեն տեսակի անաստվածային խորհուրդները եւ սատանայի խավարի իշխանությունը Հիսուսյանով տապալում ու քանդում ենք։ Եվ մենք խոսում ենք, որ այս երկրի մեջ կան քո կամքի համեմատ, քեզ սիրող, քեզ պաշտող, ոչ թե ծաղրող, այլ քո խոսքը սիրող իշխանություն է։ Եվ մենք օգնած ձեռքերիդ մեջ ենք բերում մեր երկիրը, մեր գյուղերը, մեր քաղաքները, մենք խափանում ենք Տեր ձայնի առևտուրը, մենք աղոթում ենք, որպեսզի քո ժողովուրդի իմաստություն ունենա, Տեր, քո փառքիդ համար, քո առջև խոնարհվելու, Տեր բերում ենք մեր սահմանները, մեր զինվորները, մեր երկրի ողջ սահմանապահ զորքերը եւ քո խաղաղությունն են խոսում, որ շարունակվի մեր երկրի վրա քո կողմից քո օգուտը հաստատված Տեր, մարդկանց միջոցով Փառք ես ամենակարող Տերս, որ մեր երկիրն օրհնում ես, որ ամեն ուրեք Տեր իմաստված կյանքը նոր հույր ստանում, նոր Տեր իմաստված շունչ գյուղերում, դպրոցները, մանկապարտեզները, ուսումնական հաստատությունները, երեխաների համար խաղաղապարակները եւ մաքրում ես աղբն ու աղտը մեր բակերից Տեր, միմյանց նկատմամբ ատելությունն ու չարությունը հեռացրա, որ քո խաղաղությունը դիշխի մեր բակերում Տեր, որ քո սեր եւ քո հոգուտ կարգ ու կանոն է կրճակում մեր երկրի մեջ եւ մենք խանդում ենք ամեն կախարդության արհեստներ այս երկրից, ամեն վրուկների, ամեն տեսակի սատանայի խավարի գործիքների միջոցով, միջամտությամբ այս երկրի ապագայի հետ կապված խափանում ենք նրանց կախարդության արհեստները եւ կապում ենք Հիսուսյանով նրանց ազդեցությունները եւ հետ ենք շպրտում Հիսուսյանով այս երկրից ամեն տեսակի մահ, ամեն տեսակի հանցանք, ամեն տեսակի խավար, անաստվածություն, կռապաշտություն։ Մենք խոսում ենք, որ Քրիստոս դու թագավորես ամեն սրտի, ամեն մտքի, ամեն հոգու մեջ։ Լուսավորի քո լույսով մեր երկիրը Տեր, հապիր քո հոգին ամեն մարմնի վրա, քո օրհեշտակներով, պաշտպանիր այս երկրի մուտքն ու ելքը ամեն սատանայի խավարի գործիքներից թող խափանվեն եւ կապվեն այս երկիր եկող խավարի ուժերի կողմից օգտագործող ամեն գործիքները Տեր բերում եմ քո սուրբ արյունդ մեջ երկրի դարպասները օդային սահմաններն ու ցամաքային սահմանները եւ ամեն օդային ու ցամաքային սահմաններով ներխուժող խավարի ծրագրերը եւ խավարի ծրագրերը բերող անձանց Հիսուսի անունով խափանում եւ արգելում եմ եւ քո սուրբ արյունը մրճակում մեր երկրի վրա ամեն մի սանտիմետրի վրա փառք ես որ մեր հարևանները տեսնեն որ Հայաստանում Աստված կա Հիսուս Հիսուս
Դու ասում ես, որ աղոթենք երկրի իշխանավորների համար և այսօրվա իշխանավորների համար աղոթում ենք, բերելով նրանց քո ձեռքերի մեջ, երկրի վարչապետը, ազգային ժողովի նախագահան, արտգործ նախարարը, պաշտպանության նախարարը և բոլոր նախարարներին բերում ենք քո ձեռքերի մեջ և աղոթում ենք, որ Սուրբ Հոգով լցնես գիտության և կրթության, սպորտի, արդարադատության, առողջապահության նախարարությունը և նախարարին բերում ենք քո ձեռքերի մեջ բոլոր նախարարներին, քաղաքապետերին, մարզպետերին, գյուղապետերին, բերում ենք քո Սուրբ Հոգու ձեռքերի մեջ, որ իմաստությունը շնորհ տաս այսօրի մեջ Տեր, որ այս երկրի մեջ միաբանություն ու սերն ու խաղաղությունը հաստատվի Տեր Հիսուսի անունով։ Մենք շնորհակալ ենք քեզանից այս օրերի համար, որ մեր գիրը դարձնում ես ցանկալի երկիր ազգերի համար Տեր, տապալիր և խփանիր ամեն սատանայի խավար իշխանությունը և նրանց հպատակված ուժերը և նրանց գործիքները խփանիր և ամեն դժոխքին մատուցած զոհերի միջոցով եկած ուժերը մենք զոհվում ու խափանում ենք և մենք առավել ևս բարձրացնում ենք քո զոհասեղանը թշնամու և խավարի բոլոր զոհասեղաններից և տապալում ենք թշնամու զոհասեղանը, որ այլևս մեր երկրի վրա դժոխքին, խավարին և սատանայի ուժերին երբեք ու երբեք զոհ չմատուցվի։ Փառք ես, Հայաստանը քոնն է Հիսուս, դու ես Հայաստանի Տերը, դու ես Հայաստանի Փրկիչը, դու ես Հայաստանի Տերն ու Թագավորը, փառք Տիրոջը, հալելույա։ Գիտես Աստվածաշունչն ասում է, Աստծուն դուր կայսրին, մենք բոլորս պիտի գնանք ամսի 7-ին և պիտի մասնակցենք ընտրություններին, որովհետև մենք ապրում ենք այս երկրի վրա և քո ձայնը տուր Տիրոջ հոգու առաջնորդությամբ նրան, ով որ Տիրոջ անունը կանչում է, Տիրոջ կամքին հնազանդ է և հոգին առաջնորդում է և իմաստություն է քեզ տալիս։ Մի առաջնորդիր երևույթով, այլ առաջնորդիր հոգով։ Գիտես այդ ծայրահեղ մտքերը թող, գիտես մարդիկ, որ ասում են, չգիտեմ, կարող այդ մարդիկ չեն հասկանում, ասում են, մենք արդեն թագավոր ունենք, մենք Տեր ենք, ընտրել ենք Հիսուսին, բայց մենք այս երկրի վրա ապրում ենք։ Եվ ասում են իշխանությունները Աստծուց են։ Իսկ եթե իշխանությունները Աստծուց են, Աստծո ժողովուրդը կապ ունի այդ իշխանությունների այսօրվա ներկա լինելուն, գործելուն։ Դրա համար եկեք գնանք և մեր ձայնը տանք Տիրոջը և Տիրոջ անունով և Տիրոջից կարգված իշխանություններին։ Եվ ես առաջնորդում եմ ողջ հոգևոր աշխարհը, քրիստոնյա աշխարհը, Հիսուսին հավատացող մարդկանց, մենք քաղաքականության հետ կապ չունենք, բայց մենք կապ ունենք ընտրության հետ։ Եթե դու գնում ես այսօր առողջապահությունից ես օգտվում, եթե քո երեխայիդ բանակ ես ուղարկում, եթե քո երեխայիդ ուղարկում ես այս պետական իշխանությունների կողմից կարգված տարբեր տեսակի ոլորտներում, միթե դու կապ չունես այս երկրի իշխանությունների հետ, մենք կապ ունենք և Պողոս առաքյալը շատ կարևորում է դրանում և Տիմոթեոսին ուղղված նամակում սիրելի քույրս ու եղբայրս Պողոս առաքյալը ասում է հետևյալը, ինչ է ասում, ասում է տապալվի կաշառակերության անեծք ես երկրի մեջ Հիսուսի անունով, նրանք որ մինչև կաշառքով և անեծքով են գործել, թող խափանվեն ու արմատից խլվեն հավիտյանս, հավիտենից Հիսուսի անունով։ Են որ ասում են մենք ստեղ կապ ունենք, մենք ստեղ մարդ ունենք, մենք ստեղ էս ունենք, են ունենք, թող խափանվի այդ ամենը Հիսուսի անունով, թող բոլորի համար հասանելի լինի ամեն ծառայություն և ամեն պետական ատյան և նախարարություն և այդ բոլորը թող ծառայեն Հիսուսի անունով, խոնարհաբար թող ծառայեն Հիսուսի անունով։ Ասում արտաղաչում եմ ամենից առաջ աղոթք անել ինչ խնդրվածք, ասում աղաչում եմ, Պողոս աղաչում եմ ձեզ։ Ամենից առաջ աղոթք անել, խնդրվածք, աղաչանք, գոհություն ամեն մարդկանց համար, թագավորների և ամեն իշխանությունների համար, որ խաղաղ և հանդարտ կյանք վարենք, բոլոր աստվածպաշտությունով և սրբությունով, որ մեր աստվածպաշտությանը ոչ մեկ չպիտակավորի, ոչ մեկ մեր վրա խարան և պիտակ չդնի, այդ պիտակները ով որ դնում է գնալու է իրանց ճակատին ու իրանց երեխեքի վրա, որտեղ մենք քրիստոնյա ենք, մենք Քրիստոսի անունով կանչված ենք և առաջինը քրիստոնյա ենք։ Եվ քրիստոնեական, ավետարանական,
ավետարանի խոսքին հետևողներ ենք, ավետարանի խոսքին, ոչ թե մարդու խոսքին։ Եվ ես քեզ առաջնորդում եմ, ես քեզ հորդորում եմ, որ ամբողջովին մինչև եկեղեցի գալը, եկեղեցին ժամը 2:30-ը, ոմանց մոտ 11-ին, 10-ին, ժամ 8-ից ընտրատարածքները, տատեղամասները բաց են, գնացեք եւ ցայն տվեք, քվեարկեք, գնացեք, մասնակցեք, որտեղ դուք շատ կարևոր եք, որտեղ Աստված ձեզ իշխանություն ա տվել Հիսուսի անունով եւ ում որ հրճակեք եւ կարող է ոմանք սխալվեն, բայց ովքեր որ հոգուց առաջնորդված գնան, նա է լինելու այս երկրի վրա իշխանություն։ Թող Տերը օրհնի, որ եւ մենք աղոթում ենք այդ իշխանությունների համար, ներկա իշխանությունների համար, եկող իշխանությունների համար ենք աղոթելու։ Եթե այս ներկա իշխանությունները, հաջորդ իշխանությունները շարունակելու ենք աղոթել, եւ մենք աղոթում ենք այս իշխանությունը, որ Տերը իմաստություն շնորհ տա, որտեղ մենք շատ ազատ եւ շատ հանդարտ աստվածապաշտ կյանք ենք ապրում։ Իսկ սատանայի եւ խավարի գործիքների եւ ուժերին ձեռ չի տալի, որ Քրիստոսի ավետարան ու արդարությունը, Տիրոջ արքայությունը երկրի մեջ հաստատի։ Եվ Տերը քանդում ու խափանում է ամեն սատանայի խավարի գործիքները, որտեղ աստվածապաշտությունը արտաքին զարդարանք չի, որտեղ Հիսուսն ասեց կեղծավորներ, լավ արտաքնապես զարդարվել եք, բայց ձեր ներսը բաց գերեզման է, ինչպես մի պնակը, երբ որ դրսից մաքուր է, ներսից կեղտոտ է, դու այդ պնակը չես օգտագործում, դրա համար Տերը եկավ մեզ ներսից մաքրի։ Աստվածապաշտությունը, քրիստոնեությունը դրսից չի սկսվում, ներսից է սկսվում, քո աչքերիդ մեջ եղած սիրո հայացքից է սկսվում, որտեղ քրիստոնյան չի կարող ատելություն սերմանի մնացած քրիստոնյաների նկատմամբ։ Քրիստոնեությունը դա ձևական ինչ-որ արարողություններ չեն, քրիստոնեությունը դա կյանքը, դա սերը, խաղաղությունը, դա քաղցրությունն ու բարությունը, դա հավատք ու հավատարմությունը, դա ժուշկալությունը։ Եվ այն բոլոր պտուղները, որոնք որ Սուրբ Հոգու մեջ են։ Հիսուսը երկրի վրա ոչ մի արտաքին հանդերձանք, ոչ մի արտաքին, ոչ մի ատրիբուտ չուներ, որ առանձնանար եւ դա իրան դարձներ մնացածից տարբեր եւ իրանք դրանով ճանաչեն, որ սա Աստծո որդին է, որ նշան, մշան, խալ, պզուկ, տեսվաներ չկար Հիսուսի վրա։ Հիսուսի ներսում Սուրբ Հոգին էր, եւ Հիսուսն իր կյանքով էր տարբերում, կյանքով, եթե կյանքդ Քրիստոսի փառքն ու լույսը չի տարածում, եւ եթե կյանքդ չի խոսում, ինչ ուզում ես կախի վրա, ինչ ուզում ես հակի, այդ դրանով էլ դժոխք ես գնալու, որտեղ սենա գնալու երկինք։ Եվ մենք սիրում ենք մեր ազգը, մեր ժողովուրդը, եւ մենք աղոթում ենք Հիսուսի անունով, Հայր, որ իմաստություն գա այս երկրի վրա, այդ ժողովրդի մեջ, ոչ թե մարդիկ փող ընտրեն, ոչ թե մարդիկ փառք ընտրեն, ոչ թե մարդիկ Տեր իմաստված ուտելիք ընտրեն, այլ ընտրեն խաղաղությունը, շնորհքը, ողորմությունը, աղոթքն ու երկրպագությունը եւ այն ամենը, ինչ որ քո անվանը փառք է բերում։ Եվ ես ուզում եմ այսօր էլ, ինչպես անցյալ կիրակի կարդամ, թերևս անցյալ կիրակի մեր ուր եթերը խափանվեց եւ սատանան գրոհներ ձեռնարկեց, բայց դա խափանված է։ Մենք հրաշալի օրեր անցկացրեցինք, ուրեմն Սյունիքում եւ աղոթեցինք Սյունիքի համար եւ Սյունիքը գնալով ավելի օրհնվում է եւ Տիրոջը բոլոր ընկերների եղբայրների հետ որ հանդիպեցինք, խոսեցինք, շփվեցինք, աղոթեցինք եւ շատ օրհնվեցինք։ Ես ուզում եմ կարդամ 23-րդ գլուխը։ Տերն է իմ հովիվը եւ կարոտություն չեմ ունենա։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ եւ հանդարտ ջրերի մոտ տանում է ինձ։ Իմ անձին հանգիստ է տալիս։ Ինձ առաջնորդում է արդարության շավիղներում իր անունի համար։ Թեև գնամ մահի շուքի ձորում, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, եւ քո գավազանն ու քո ցուպը նրանք մխիթարում են ինձ։ Դու իմ առաջին սեղան ես պատրաստում, իմ թշնամիների դիմաց, դու իմ գլուխը օծում ես յուղով, իմ բաժակը խիստ լիքն է, հենց բարիք եւ ողորմություն կգան իմ ետևից, իմ կյանքի բոլոր օրերում, եւ Տիրոջ տանը կբնակվեն շատ երկար ժամանակ։ Ես Հիսուսյանով խափանում ու տապալում եմ ամեն սատանայի խավարի ծրագիր ու խորհուրդ։ Ես աղոթում եմ, որ նա գործիքները խափանվեն, եւ ես աղոթում եմ, որ ամեն օր ջրի երես դուրս գան խավարի ուժերի կողմից կազմակերպող նոր խավար ծրագրեր ու գործեր ու խորհուրդները, եւ թող ամեն օր խափանվի այս երկրի մեջ սատանայի ծրագիրը։ Եվ աղոթում ենք, որպեսզի մեր երեխաները ապրեն խաղաղ,
օգտված երկրի մեջ։ Եվ մենք աղոթում ենք, որ մանկապարտեզներում, դպրոցներում, բուհերում ամենուրեք ավետարանի խոսքը տեղ ունենա, ուսուցանվի, ազատ ժամեր լինեն Հիսուսի անունով բոլորանց համար, ովքեր որ կուզեն ոչ թե անգրագետ, այլ գրագետ հավատացյալ են։ Եվ ես աղոթում եմ, որ բոլոր դպրոցներում, բուհերում, ուսումնական հաստատությունում ազատ ժամ լինի եւ որպես քրիստոնյա մարդիկ ավետարանը սովորեն։ Գիտես, Հայաստանում ծնվելով դու հայ չես կարող դառնալ լիարժեք, եթե չգնաս դպրոց եւ չսովորես հայոց գրերը, հայոց տառերը, հայոց բոլոր այն մեծերի գործերը եւ ինքդ գնում ես դպրոց, որպեսզի սովորես, որ խոսես գրագետ հայերեն խոսես, հայերեն կարողանաս խոսես, ոչ թե անհասկանալի ինչ-որ տարբեր լեզուներով խառը, ինչ-որ անհասկանալի բառապաշար, այլ ոսկեղենիկ մեր հայրենը եւ մեր հայոց գրերն ու հայոց տառերը Մեսրոպի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կողմից Աստծուց առած։ Եվ ես աղոթում եմ, որ Տիրոջ հոգին գա, որ մեր դպրոցներում մեր երեխաները նաեւ սովորեն ու հասկանան, որ հայոց գրերը Մեսրոպ Մաշտոցին Տերը տվեց, որպեսզի Աստվածաշունչը թարգմանվի, որ Աստծո խոսքի լույսը թափանցի մեր կյանքում, ուղղակի եղել են անբալիշտ Աստծո ծառաներ, որ ավետարանի խոսքը փոխարինել են իրանց խոսքերով եւ գրքերով։ Եվ ես աղոթում եմ, որ դու հասկանաս եւ միտք բացվի, որ քրիստոնյա երկրում ծնվելով քրիստոնյա չեն լինում, եթե դու չգնաս ու չսովորես Քրիստոսի ավետարանը, եթե Աստծո խոսքը չսովորես, եթե Քրիստոսի երկիր գալու նպատակը չիմանաս, եթե դու սրտումդ չընդունես Քրիստոսին ու այս խոսքը չլինի քեզ համար, որպես Սուրբ Հոգու կողմից ուսուցանվող խոսք, իսկ դրա համար քեզ պետք է գաս եկեղեցի, քեզ պետք է ինչ-որ մեկը խոսի, ինչ-որ մի հատ գրագետ մեկը, որ դու կրթվես, ինչպես նորից եմ ասում, եթե մենք ասում ես հայ եմ ու չի կարող հայերեն բառերն արտասանի, մենք ասում ենք դու ինչ հայ ես, որ չգիտես հայոց պատմությունը, որ չգիտես հայոց տառերը եւ գրել հայերեն չգիտես, պարս եւ խոսել չգիտես, դրա համար պետք է գնաս սովորես հայերեն։ Ցավոք սրտի միլիոնավոր մեր ազգի զավակներ տարբեր երկրներում այլևս հայերեն չեն խոսում, եւ դա ցավ է։ Եվ մենք աղոթում ենք, որ մեր երկիրը հայի համար դառնա մի երկիր, որտեղ ինքը ապահով կզգա իրան, եւ ուրիշ հայրենիք իրան չի փնտրի, չի մտածի, որ Եվրոպան, Ամերիկան, Ռուսաստանի են հերու եսինչ տայգաները, այլ մեր երկիրը, մեր հայրենիքը սիրենք եւ աղոթենք 33 տարվա մեջ 100,000-ավոր հնարավորություններ եմ ունեցել Հայաստանը գնալու, բայց չեմ գնացել, մնացել եմ ու աղոթել եմ, ծառայել եմ, ավետարան խոսք եմ տարածել երեխաներին, երգեր եմ սովորացրել, մանկական աստվածաշունչն եմ առաջնորդել, որպեսզի կարդան։ Եվ ես աղոթում եմ, որ դու հասկանաս ինչքան կարևոր է գրագետ քրիստոնյաներ, ավետարանի խոսքն իմանաս, որովհետև եթե դու գրագետ ես, քեզ ոչ մեկ չի կարող խաբի։ Աստծո խոսքի տեղը, քեզ ոչ մի բան չի կարող բերի տա։ Եվ պետք չի քեզ ասես ո՞րն է ճշմարտությունը, ճշմարտությունը ինքը Տերն է, որ մարդացավ, որ Աստծո խոսքն էր, եւ այդ խոսքը Աստված իրանից 7 անգամ վերադասում։ Բոլորի տանը խոսքն ավելի կարևոր է։ Եթե դու քո ծնողիդ խոսքը չես սիրում, եթե քո ծնողիդ խոսքին չես լսում, չես հետևում, քո ծնողիդ օրհնությունը երբեք չես ունենա։ Դրա համար մենք Աստված ասելով, Աստված պաշտ չենք դառնում, մենք նրա խոսքը պիտի ճանաչենք, ինչ ասում մեզ, ինչպես վարվենք, ինչպես ապրենք, ինչ կյանք ունենանք։ Եվ ինչի համար եկավ երկիր դա, եւ դա գրված այստեղ Աստվածաշնչում։ Ինչ սպասի որ եկեք քեզ ձրին նվիրի, գնա առ նոր կտակարանը, դա նոր ուխտն է Քրիստոսի ժամանակաշրջանն է, իսկ հին ուխտը դա Քրիստոսից առաջ, բոլորն էլ պետք է, բայց նոր կտակարանը Քրիստոսի մասին, որպես քրիստոնյա, դու չիմանաս ով է եղել քո առաջնորդը, ինչ ասել։ Շատերը ասում են քրիստոնյա ենք, ասում են ավետարից մի բառ ասա, մի բառ։
ամենահանաճանաչ բառից, ամենախոսքից մեկ ասա, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ միածին որդուն տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, ապա հավիտենական կյանք ունենա։ Սա գրված է Հովհաննես ավետարան 3:16 համարը։ Շատերը մի խոսք, մի բառ ավետարանը չգիտեն։ Նույնիսկ մարդիկ չգիտեն Սաղմոսն ինչ է։ Ամոթ։ Քրիստոնյա երկրում ապրես ու չունես Քրիստոսի ավետարանը, որտեղ ինքը թողեց մեզ այդ ավետարանը։ Ես աղոթում եմ, որ Տիրոջ լույսը ծագի մեր երկրի վրա։ Ես աղոթում եմ, որ ամեն օր ավետարանի խոսքը ավելի բարձր արժեք ու հեղինակություն ունենա։ Եվ մենք Աստծո երեսը փնտրենք ամեն օր, Աստծո երեսը։ Եվ մենք ամեն օր աղոթենք մեր երկրի իշխանավորների համար, որ նրանք մնան Աստծո կամքի մեջ, եւ Աստծո ձեռքը, եւ Աստծո գավազանը նրանց վերահսկի, որ նրանք չհեռանան ճշմարտությունից, որ նրանք իշխանությունը չբացնեն իրենց ցանկությունների, երազանքների, բաղձանքների համար, այլ ամենը ծառայեցնեն ժողովրդի համար։ Հիսուսի անունով, ինչպես որ իրանք ասում են, ծառայեն այն ինչի մեջ իրանք որ կանչված են։ Շատերը տգիտությամբ մտածում են, որ պետք է իրանք համար երկրի ղեկավարները կոֆե ու հաց տրեն, դա չի ծառայությունը։ Ծառայությունը այն պարտականությունն է, որ անում են բարձր պետական իշխանությունները եւ դրանք անեն անկաշառ արծաթասիրության ամեն ցանկություններից ազատ։ Եվ մենք աղոթում ենք Հիսուսի անունով, որտեղ մեզ Տերն է հարստացնող, մարդը չի մեզ հարստացնողը։ Եվ մենք խոնարհվելով փառավորում ենք Քեզ, եւ մենք աղոթում ենք, բերելով Քո սուրբ ձեռքիդ մեջ այս օրերը Տեր, որ խափանես ամեն տեսակի Տեր իմ Աստված բախումները, Քո սուրբ հոգով վերահսկես եւ խափանես ամեն տեսակի դիվային հարձակումները։ Եվ այս ամենը թող փառվի Քո մեծ անթայր Հիսուսի անունով։ Ամեն։ Շարունակի աղոթել ամեն օր։ Ազգիդ համար, երկրիդ համար, երկրի իշխանավորների համար, եթե ուզում ես նրանք էլ լինեն քեզ պիտանի այս երկրի մեջ։ Տեր օրհնի, մնաք Աստծո խաղաղությամբ, կհանդիպենք եկող Կիրակի օրը ժամը 2:30 եւ կշարունակենք միասին աղոթել մեր երկրի մեր իշխանությունների, մեր ժողովրդի համար, նաեւ բոլոր հիվանդների համար, եւ դու կարող ես նաեւ ֆիզիկապես ներկա լինես Երևան, Արաբքի համայնք, Վաղարշ, Վաղարշյան 12 հասցեով կարող ես ներկա լինես եւ միասին միաբան Կիրակի օրը պիտի բարձրացնենք ու փառավորենք Տիրոջ եւ պիտի աղոթենք, շարունակենք պատերազմել խավարի ամեն ուժերը հալածելով այս երկրի մեջից եւ հռչակելով ամեն ուր Տիրոջ փառքն ու լույսը, որ ամեն հայ սրտանց դառնա Հիսուսին եւ այս երկրի ամբողջովին Քրիստոսի մեջ եւ Քրիստոսի կամքի մեջ։ Եվ ամեն երկու շաբթի եւ ամեն չորեքշաբթի 6:30 կարող ես միանալ եթերով եւ կարող ես ներկա լինես նույն հասցեով։ Տեր օրհնի, մնաս խաղաղությամբ կհանդիպենք Կիրակի օրը ժամը 2:30։